Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարշապատում ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները եւ ըստ դրանց քաղաքացիական պայմանագիրը առաջատար է։ Հաղթանակ կուսակցությունների դաշինքը ստացել է 10,051 քվե, Համահայկական ճակատ կուսակցությունը 295, Հանրապետությունը 1241, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 1692, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը 1177, Ժառանգությունը 440, քաղաքացիական պայմանագիրը 15298 քվե եւ Հայրենիք կուսակցությունը 1193 ձայն։ Զրուցակիցս հրապարակախոս արձակագիր Հայկ Հովյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Հովյան, շատ տարբեր մեկնաբանություններ հնչեցին արդյունքների մասով, դե բնականաբար քաղաքացիական պայմանագիրը այն համարում է ջախջախիչ հաղթանակ ընդդիմադիրներին պարտության մատնելու, ընդգծում իր բացարձակ առավելությունը եւ կարծում եմ այս ընտրություններին առանցքային, այսպես ասենք, նշանակություն կամ ակնկալիք սպասում էր հաղորդում իշխանության կողմից եկեղեցու վերնախավետ ունեցած խնդիրների պարագայում, որովհետև վարչապետն էլ առավոտյան երբ արձագանքեց ընտրության արդյունքներին, հիշատակել էր իր բառերով ասած կտրիչ Ներսիսյանին, դրան կանդրադառնանք բնականաբար, ընդդիմությունն էլ, այսպես ասենք, մխիթարվում է հայտարարելով, որ գոնե մի լավ բան կա այս արդյունքների մեջ, ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն հետապնդվի։ Այսինքն իշխանությունը հաղթել է, հետևաբար ընդդիմադիրներին հետապնդելու կարիք չի ունենա։ Ձեր ընդհանուր դիտարկումը տեղի ունեցած ընտրություններին, որովհետև հաշվի ենք առնում մասնակցությունը բավականին ցածր տեղի ունեցավ, կամ պնդումների ասում են ժողովրդավարական համակարգերում առավելևս թիմի դեպքում մասնակցությունը լրիվ բավարար է, այստեղ խնդիրներ չկան։ Տեսանք, որ ընտրախախտումներ առանձնապես չկային, որոնք կարող էին ազդել ընտրության ելքերի վրա, հա, այս ընտրությունները մի հատ բնորոշեք ու շտծավալվենք։ Ձեր նախավերջի դիտարկման հետ կապված, եթե հաշվի առնենք, որ երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն քրեական գործով էր, հա, անցնում նոյեմբերի 9-ի այդ խժդժությունների հետ կապված, բավականին բան էր, էլի, հա, տենց զավեշտալի իրավիճակ, հա, կարար ստեղծվեր, որ արդեն երկու ընտրություններ Գյումրին էլ հետը հաշված երկրորդ տեղ կամ զբաղեցնող անձը քրեական գործով անցնող է դառնում, իսկ ինչ վերաբերվում է ընտրություններին, առասարակ պիտի հասկանալ նաև ջախջախիչ պարտություն ասածի հետ կապված, հա, որ այն կառավարման մոդելը, որը մենք ենք ընտրել, այդ կուսակցական համակարգերով, եվրոպական մոդելը, առասարակ շատ քիչ է լինում, որ որևէ ուժ 50%-ից ավել հավաքի, հա, այսինքն մենք էլ պիտի վարժվենք դրան, որ այդ 30-40%-ը իրոք բարձր ցուցանիշ կարա լինի, որտեղ այդ համակարգերում սովորաբար դրանից ավել շատ քիչ դեպքերում է պատահում։ Իսկ ինչ վերաբերում է տենց բանին, հա, հետաքրքիր դիտարկումների տեղ է տալիս են, որ արդեն երրորդ ընտրությունն է, Գյումրին ու Փարաքարը հաշված, վաղարշապատում նույնպես, ԿՊ-ն իր նախորդ ընտրական շրջանի հետ համեմատած, համենայն դեպս իր ձայները ավելացնում է։ Այստեղ հետաքրքիր բան կա, ճիշտ է, մասնակցությունն է ավելանում, ավելի շատ էր, քան նախորդ ընտրություններին մասնակցությունը, բայց դե պիտի հաշվենք առնենք նաև, որ համապետականից առաջ նախընտրական շրջանը ոնց որ հասարակությունը ավելի քաղաքականացված է, քան նախորդ անգամ եւ երբ համապետական ընտրություններից հետո էր այդ թիմ ընտրությունները, բայց մեկ է այդ պարագայում նույնպես ԿՊ-ն իր ձայների թիվը ավելացնում է, ինչը պիտի որ հազանգ լինի ընդդիմության համար, որ այն իրանք ինչ որ ասում են, որ վարկանիշի անկում է ունենում ԿՊ-ն, որ 26-ից առաջ շատ ընտրողներ չի ունենալու եւ այլն, արդեն երրորդ ընտրությունն է տեսնում ենք, որ դա այդպես չի։ Եվ հետաքրքրական էր նաեւ, որ ԿՊ-ից բացի անցած երկու ուժերն էլ ասոցացվում են հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, հա, ուստի իր հարցազրույցում ասած թեզը, որ
ինքը ամենայն դեպս համար մեկն է ընդդիմության շրջանակներում, այս ընտրությունները նաև դրա մասին փաստեցին, որ այո, Ռոբերտ Քոչարյանը այս պահի դրությամբ երևի թե առաջատարի դեղին շապիկով է, հա, ընդդիմության շրջանակում։ Սամվել Կարապետյանը։ Դե Սամվել Կարապետյանը լեպտի քաղաքական ուժ ձևավորի, տեսնենք ով է իր թիմը, այսինքն չկա, հա, մենք չենք տեսել իրանց մասնակցությունը ընտրություններին, որ կարողանանք կարծիք կազմենք։ Դա ամեն ինչը դեռևս հիպոթետիկ է։ Սերժ Սարգսյանը խաղից դուրս է, հա, այս դեպքում։ Դե համենայն դեպս այս ընտրությունները ցույց տվեցին, որ բացի ԿՊ-ից անցնող երկու մյուս ուժերը, երկուսն էլ ասոցացվում են Ռոբերտ Քոչարյան, դրա հետ պիտի հաշվի նստել։ Թե իշխանությունը հաշվի նստի եւ թե ընդդիմությունը։ Շատ լավ, տեսեք, դուք ասում եք, որ համատածելի նախորդ ընտրությունների հետ քաղաքացիական պայմանագիրը առավել թվով ձայներ է ստանում կամ քվեներ է ստանում։ Իսկ դա ինչով է պայմանավորված։ Ասենք, ինչ է տեղի ունեցել, ինչն է փոխվել երկրում, միջավայրում, հանրային բարեկեցության մեջ, հա, որն է դրա առանցքային խթանը։ Ես կարծում եմ, որ դրա առանցքային խթանը այդ խաղաղության օրակարգի գնալով ավելի տեսանելի քայլերն են։ Սկսած, ասենք 21 թվից, հա, մի հատ հասկանանք, թե նախորդ այդ թիմ ընտրությունները ինչ ժամանակահատվածում էին տեղի ունենում, պատերազմը նոր էր վերջացել, նոր պատերազմի վտանգ կար, դրանից հետո էլի իրադարձություններ տեղի ունեցան, բայց ինձ թվում է, որ հանրության մոտ գնալով ավելի ու ավելի է արմատավորվում, որ այդ անվտանգային միջավայրը համենայն դեպս Հայաստանի շուրջ բարելավում է։ Դրան իր նպաստն է նաև ցուցաբերել օգոստոսի 8-ի համաձայնագրերը, պետք է հաշվի առնենք, որ էսի առաջի թիմ ընտրություններն էին օգոստոսի 8-ից հետո, որը եւս ցույց տվեցին, որ հանրությունը համենայն դեպս աջակցում է իշխանություններին, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, որ խաղաղության օրակարգն է առաջ բրթվում, սենց ասած։ Դոմինանտ է խաղաղության օրակարգը։ Ես ենթադրում եմ, որ այո, հաշվի առնելով նաև, որ 26 թվի ընտրությունները երևի թե ամենայն հավանականությամբ լինելու են այդ անվտանգային միջավայրի շուրջ է լինելու դիսկուրսը, քանց թե ինչ-որ այլ թեմաների։ Հետևաբար մենք կարող էինք ակնկալել օրինակ Գյումրիում այլ սցենար, եթե օգոստոսի 8 չլիներ, այլ չգիտեմ, լիներ հունվարի 7։ Դժվար է ասել, որտեվ Գյումրիում ակնհայտորեն ուրիշ համատեքստում էր, հա, այդ ընտրությունները, այնտեղ կան երկու խոշոր ընտանիքներ, որոնք որ այդ թիմ ընտրությունները նաև տենց միջընտանեկան ինչ-որ ընտանիք լայն իմաստով եմ, հա, ասում, ինչ-որ միջընտանեկան բան գոյություններ, հա, տեղ ուրիշ համատեքստ էլ գոյություններ, որը որ չկա, էլ տարածել ամբողջ Հայաստանի վրա։ Ու այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Գյումրու սցենարը չկրկնվեց ու դա ոչ թե օրինաչափություն էր, այլ բացառություն էր երևի թե։ Վարչապետի արձագանքին անդրադառնանք։ Դե այնտեղ հերթապահ նախադասություններ եւ այլն, ժողովուրդ ընտրեց բարեկեցիկ ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը, աջակցություն ցուցաբերեց պետականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագրի ռազմավարությանը, ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Այս քաղաքական արդյունքը իշխանությանը ենթադրաբար տալիս է, չէ՞, ավելի, ասես ասենք, վստահություն կամ այդ վստահության պաշարն է ավելացնում, որպեսզի շակերտավոր ավելի առարկայական գործողությունների գնան կտրիչ Ներսիսյանի դեմ։ Անշուշտ այս ընտրությունները կարևոր էին, հատկապես 26 թվի համատեքստում, որտեղ ԿՊ-ի դիրքերը համենայն դեպս վաղար շաբաթում բավականին ամուր էին, հաշվի առնելով նաև նախորդ ընտրությունների արդյունքները, ու եթե ստեղ անհաջողություն գրանցվեր, դա ցուցիչ էր լինելու, որ 26 թվից առաջ իշխանության դիրքերը այդքան էլ ուժեղ չեն։ Ստեղ այդ գործոնը պետք է հաշվի առնել, որ իրանց ի տարբերություն Գյումրիի, որը միշտ էլ Սերժ Սարգսյանի ժամանակներից է սկսած ավելի շատ ընդդիմադիր դիրքավորում ունեցող կենտրոն ա եղել, վաղար շաբաթում ԿՊ-ն նախորդ ընտրություններին բավականին շատ
կայուն արդյունքները, հա, այնց հաստատուն արդյունքներ է ցուցաբերել, ու եթե հանկարծ անհաջողություն լիներ, դա բավական խոցելի դիրքում կդներ իշխանություններին 26 թվականի ընտրություններից առաջ։ Եվ ինչ խոսք, այս արձանագրված արդյունքները հիմք են տալիս իշխող ուժին իր որդեգրած քաղաքականության համար համարել, որ ժողովրդի աջակցություն ունի ամեն դեպքում այն համայնքում, որտեղ որ գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Իսկ թե դա ինչ դրսևորումները արդեն կստանա քաղաքական process-ների մեջ, կապրենք կտեսնենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը անկախատեսելի քաղաքական գործիչ է։ Ամեն առավոտ մի անակնկալ մատուցում է, հա, այնպես որ հա դժվար է կանխագուշակելը, թե դա ինչ ազդեցություն կունենա, էլի, բայց իր քայլերը մոտապես տեսանելի են եկեղեցու հետ կապված իրադարձություններում, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է աստիճանաբար ցույց տալ եկեղեցապատկան համայնքներում, որ այս Գարեգին երկրորդը այդ ազդեցությունը չունի, իր հրամանները տեղ չեն հասնում, այնինքը կարող է գնալ ու ամեն շաբաթ մի նոր եկեղեցի, ասենք ասած դուրս բերել Գարեգին երկրորդի ենթակայության տակից։ Ամենատեպս տեսանելի process-ը այդպիսին է, թե դա ուր կտանի, ժամանակը ցույց կտա։ Դուք համաձայն եք, որ այս արդյունքներով, սրանք էլի տարբեր մեջբերումներ են, հա, այս արդյունքներով ժողովուրդը այդպես հստակ գիծ է քաշում, հա, նախկինների, ներկաների միջև հստակ գիծ է քաշում Հայաստանի ինքնիշխանության եւ այդ ինքնիշխանությունը, այսպես ձևակերպեմ, սակարկման պատրաստակամություն հայտնածների միջև Նկատի ունեմ, այս ընտրությունը այդքան այդ խորքում է, այդպես մեծ խորը հարցերի մասին է։ Գիտեք, այն արդյունքները, որը ցուցաբերեցին մյուս ուժերը, դա այդքան է չի խոսում, հա, դրա մասին, որովհետև ակնհայտորեն չեղավ մի երրորդ ուժ, որ կարողանալ ինչ-որ հավակնություն ներկայացնել։ Եթե այդ հավաքական նախկիններ ասացին, գումարում ենք նաև այդ չանցած Վանեցյանի կուսակցության առաջադրած տեխնացուին մյուսին, ակնհայտ է դառնում, որ իրենք բավականին ընտրազանգված ունեն։ Ուստի ասել, որ այդ ջրբաժանը քաշված է, նախկիններն այլևս քաղաքական համակարգում չկան, ընդհակառակը փորձը ցույց է տալիս ու իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանություններին ձեռնոց նետած քաղաքական համակարգը այդ հավաքական նախկիններ ասածն է, որևէ այլ երրորդ ուժ ամենայն դեպս ոչ մի առարկայական հավակնություն տեղ չի ներկայացնում։ Ուստի տեղ ես չէի շտապի ասել, որ այդ նախկինների էջը թերթած է։ Իսկ ինչու չկա այդ երրորդ ուժը։ Ինչու չկա երրորդ ուժը։ Ենթադրում եմ, որ այստեղ հարցը կայանում է նրանում, որ այդ անվտանգային, հա, քաղաքականության շուրջը համենայն դեպս մեր մոտ դիսկուրսը ծավալվում։ Այստեղ երկու խոշոր թև գոյություն ունի, մեկը գործող իշխանություններն են, որը որ գնում է էսա խաղաղության ճանապարհով, եւ դրան հակառակ կա այն մյուս ուժը, որը համենայն դեպս Հայաստանը տեսնում է, շարունակում է տեսնել ռուսական անվտանգային համակարգում։ Հիմա այդ երրորդ ուժի համար ինչ ճանապարհ կա, հա, եթե այս կողմին ես հարում կամ այն կողմին ես հարում, նորից դառնում ես այդ ջրբաժանի գծերից կամ այս կողմ կամ այն կողմ։ Իսկ այդ երրորդ ճանապարհը չի երևում, թե ուրիշ այլ որ տարբերակով է հնարավոր այդ անվտանգային միջավայրը մեր բարելավել։ Երևի թե դրա հետ է կապված այդ այլընտրանքային, հա, նոր ուժերի ձևավորման բացակայությունը։ Դա ենթադրում է, որ այդ գործընթացի դրա կառավարման մեխանիզմը կամ հնարավորությունը կամ կարողությունը բացարձակապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության տիրույթում է։ Բանակցողը իրենք են, ուստի չէ, նկատում եմ, եթե մենք ապագայի հեռանկարով ենք նայում, դե հավերժ իրենք չեն կարող չէ լինել իշխանության։ Ես ենթադրում եմ միջև այդ խաղաղության օրակարգի իմպլեմենտացիայի ավարտը ամեն դեպքում հավանականությունը, որ քաղաքացիական պայմանագիրն է մնալու իշխանության շատ մեծ է, որտեղ բանակցողը իրանք են, այդ
բանակցություններում պարտները միջազգային դերակատարների էլի գործող իշխանությունն է, ուստի եթե հանրությունը ուզում է այդ խաղաղության օրակարգը իրականություն դառնա, անհասկանալի է, հա, թե ինչի պիտի ճանապարհի կեսից ասած ձիերին փոխել։ Եթե բանակցողը էս ուժն է ու չել երևում ուրիշ տենց մեծ մի ուժ, որը որ ասում է, այ ես էլ եմ այդ ճանապարհով գնալու, որ լսում ենք մնացածին, հիմնական խոսույթներն է, այ գանք վերաբանակցենք, գանք ուրիշ բան փորձենք, մեր կետից սկսենք եւ այլն։ Հիմա եթե ժողովուրդը կամ հանրությունը ավելի ճիշտ ասենք, հա, ուզում է այդ խաղաղության օրակարգը իրականություն դառնա, ենթադրաբար դա տեսնելու է ԿՊ-ի արած քայլերի մեջ։ Երրորդ ուժ, եթե այդպես, հա, շատ ընդհանրական ձևակերպենք, եղան նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք այս արդյունքներից ելնելով ասում էին, որ ընդդիմությունը պետք է ավելի հստակ ռազմավարություններ ունենա, ավելի համախմբված լինի, այսինքն մի քանի ուժեր մեկ ճակատով գնան ընտրությունների, ավելի իրական ծրագրեր, այլընտրանքներ ներկայացնեն։ Գրեթե նույն բանը ասում են էլի ընդդիմադիր, բայց եթե կարող ենք այսպես դասակարգենք, հա, ավելի կամ ժողովրդավար ուժերի տրամաբանությամբ։ Ինչու այս երկուսի դեպքում էլ դա չի ստացվում։ Այսինքն դրանք ծայրահեղ տարբեր գաղափարախոսություններ կրող ուժեր են, շատ տարբեր իհարկե ռեսուրսներ տիրապետող ուժեր եւ այլն, բայց ունեն այդ նույն խնդիրը զուտ գոնե եթե նայում ենք իրենց արձագանքներից, հա։ Դե ծայրահեղությունները միշտ վերմակը իրանց վրա են, հա, քաշում, այդ էլեկտորալ վերմակը իրանց վրա են քաշում։ Հիմա վերջի հարցազրույցում ինչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, ինքը տենց դիրքավորվեց որպես ամենաարմատական խաղաղության օրակարգին, ասելով, որ այ իր քաղաքական ուղերձն է, որ կոնֆլիկտային տրամաբանությունը պիտի շարունակել։ Հիմա դա լրիվ հակոտնյա է այն գաղափարախոսությանը, ինչ որ իշխող ուժն է առաջ տանում։ Հիմա այն արանքում եղածները, որոնք տենց լղոզել են, հա, փորձում, այ մենք ուզում ենք խաղաղություն, բայց դա պիտի լինի արժանապատիվ, այ կամ սենց ենք ուզում, կամ թող լինի, բայց պիտի Ալիևը սասան, այսինքն արանքում ինչ որ մի բան, դա չի աշխատում, ցույց է տալիս, որ դա չի աշխատում։ Այսինքն այդ ծայրահեղությունը արդյունք է տալիս, ու այս վաղաշաբաթի ընտրություններն էլ դա ցույց տվեցին, որ ամենածայրահեղացրած քաղաքական ուժը, Քոչարյանի շուրջ համախմբված ուժերը, իրանք մյուս երկու տեղերը տարան, որոնք որ արդեն կձևավորեն ավագանին վաղարշապատում։ Դա խոսում այն մասին, որ այդ ծայրահեղացումը արդյունք է տալի։ Հետևաբար 26-ից առաջ երևի թե այդ ծայրահեղացման process-ը ավելի սուր դրսևորում է ստանում, որտեվ ցույց տվեց, որ դա աշխատում է։ Իսկ այդ լղոզելը արանքում ինչ որ բան մտածելը, հա, այ մենք ոչ էսենք, ոչ ենք, ցույց է տալիս, որ չի աշխատում։ Բայց քաղտեխնոլոգները ենթադրաբար խորհուրդ են տալու ավելի ծայրահեղացնել այդ հակասությունը ու այդ արանքում փորձել ինչ որ դիվիդենդներ շահել։ ԿՊ-ն, այո, կառավարում էր վաղարշապատում, բայց նրանց քաղաքապետը հրաժարական տվեց, հա, քրեական գործեր։ Եթե հենվում ենք դրա վրա, կարող ենք ասել, որ տապալված է այդ իմաստով, հա, որովհետև քաղաքապետը չի գնում իր միջև վերջին ժամկետը, քրեական գործերի արկայության պարագայում հրաժարական է տալիս, այսպես ասենք։ Հենց սա էլ բացատրվում է ԿՊ-ի վերընտրությունը, էլի բացատրվում է հենց այդ ձեր ասածով, խաղաղության օրակարգ եւ այլն, որտեղ տեղային խնդիրները կամ տեղային կոռուպցիոն, ինչպես եղել է, հա, այս դեպքում համայնքապետի, այսպես ասենք ստորադասվել են ավելի մեծ հենց այդ խաղաղության process-ին կամ դրա իմպլեմենտացմանը աջակցելուն։ Դե երևի բնական էլ է դա, որ այս տարածաշրջանում այս ժամանակահատվածում, երբ որ աշխարհը տեկտոնական շարժերի մեջ է, հաշվի առնելով Ռուսաստան արևմուտք առճակատումը ու մեր շուրջ ձևավորված այդ անվտանգային վակուումը, որ անվտանգության հարցը ամենաառաջնայինն է լինելու։ Դրանից չենք կարա փախնենք, հա, որքան էլ ինչ որ ուժեր փորձեն խոսալ են նրա մասին, որ տնտեսության մասին խոսան, տնտեսական թեմաների եւ այլնի մասին, մեկ այդ անվտանգային հարցը, թե մենք որպես պետություն մեր
անվտանգային համակարգը ինչ ձև ենք կառուցելու, դա դառնում է առաջնային ու տրամաբանական է, որ առաջիկա ընտրությունները այդ ֆորմատի մեջ են լինելու։ Ուրիշ բան ես ամեն դեպքում չեմ տեսնում։ Արդյունքները մտորելու տեղիք տալիս են նույն իշխող ուժի համար, հա, որտեվ հաջորդ իրենցից երկուսը հենց էլի ինչպես նշում են Քոչարյանի հետ ասոցացված այդ ուժերը։ Դե եթե լսենք իշխող ուժի ներկայացուցիչներին իրենց ասելով իրենց համար ամենահարմար հակառակորդը դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժն է, դե ստանում են, հա, իրենց ուզած, իրենց երազանքի հակառակորդին։ Թե հիմա դա ոնց վերջնարդյունքում կդասավորվի, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս այն ինչ որ իրանք ուզում են, ստացվում է, թե դա որտեղ կտանի, չգիտեմ։ Գուցե դա ԱՔՊ-ի այո երազանքի կամ ինչպես իրենք են ասում գանձ ընդդիմությունն է, բայց դե իրենք տենց են ասում, հա։ Չգիտեմ, որքանով է դա Հայաստանի օրինակ կամ հանրության, այսպես ասենք, երազանքը եւս, որովհետեւ եթե այս նույն պատկերը այն խորհրդանը, որ հիմա կա, այսպես քիչ թե շատ նույն տրամաբանությամբ էլի կազմավորվի, չգիտեմ, ասենք նույն այդ խաղաղության իմպլեմենտացման գործընթացում հազարումի հարց չէ լինելու, որտեղ պետք է այո խորհրդանը եւս իր մեծ ներդրումը դրանում ունենա, բայց դե եթե այս վիճակն է լինելու, որ օրինակ պետական բյուջե են քննարկում, ավելի շատ ինչ որ հնչում են քաղաքական հայտարարություններ, վիրավորանքներ, էլի թալան, չգիտեմ ինչ, քան ինչ որ բուն առարկայական հարցեր եւ խնդիրներ, հա, այսպես ասենք։ Անհանգստացնող չէ այն թիվը մարդկանց, որոնք չեն մասնակցում ընտրություններին, հետաքրքրված չեն։ Ես առհասարակ հակված եմ այն տեսությանը, որ քաղաքական ուժերի այնպիսի առաջարկ կա լինում, ինչ որ պահանջարկ ունի հանրությունը։ Այսինքն մենք այդքան էլ ուրեմն քաղաքականացված չենք։ Որտեվ փոքրամասնությունն է մասնակցում ընտրությանը, հետեւաբար մենք քաղաքականացված չենք, այսինքն դե ամբողջ աշխարհում էլ հիմնականում այդ տիպի է, հա, այտենց քաղաքականությունը որոշում են փոքրաթիվ ինչ որ խմբեր, հա, այդպես massայական գնալ ընտրությունների շատ քիչ է լինում, բայց հաշվի առնենք, որ կոնկրետապես վաղարշապատի ընտրություններում բավականին մեծ էր ցուցանիշը համատած նախորդի հետ։ Այդ էլ պետք է արձանագրենք, որ մարդիկ գնում են ընտրությունների համատած նախորդ ընտրությունների հետ, ցուցանիշը բարելավել է։ Հաշվի առնելով, որ նաև նախընտրական տարի է։ Ես տեղ ինչ որ բան չեմ տենում անհանգստացնող։ Սովորական ոնց որ աշխարհում մյուս տեղերում է տեղի ունենում, մոտավորապես նույն իրավիճակն է ստեղ է։ Շատ լավ, եւ ընդհանրական մեր իրավիճակը, օրինակ, ինչպիսի ստեղծագործության հետ զուգահեռ կտանեք, որն է, այսպես ասենք, պատճենում մեր իրականությունը։ Դες կդժվարանամ ինչ որ ասել, բայց իմ համար համենայն դեպս մրցակցային ընտրությունների տեսլականը ձևավորվում, որտեղ ամեն մի ընտրություն տենց շատ կոշտ պայքարում է անցնում։ Համենայն դեպս, եթե մենք հիշում ենք նախորդ տասնամյակները, ասենք երբեք չէր լինում, որ տենց թեկուզ թիմ ընտրություններում տենց ինչ որ մեծ ակնկալիքներ լիներ մրցակցային ընտրությունների։ Այսինքն մեր համար ակնհայտ է համենայն դեպս, որ այս ընտրությունները վերջի շրջանի որ տեղի են ունենում, բավականին մրցակցային են։ Իսկ դա անխոս լավ ապագա է խոստանում, հաշվի, եթե մենք մեր երկրի ապագան տեսնում ենք ժողովրդավարական ուղու վրա, ժողովրդարությունը այսպիսին է էլի լինում, մրցակցային իրար միս ուտելով, ուրիշ ոնց լինի։ Գուցե նախկինում ամեն ինչ կանխորոշված էր, դրա համար էլ այդպես շատ միապաղաղ էր թվում։ Ես անգամ համաձայն չեմ այդ, որ այդպես խոսք կա, որ այ ջրբաժաններ է քաշված, չգիտեմ, համերաշխություն չկա, նորմալ է։ Ժողովրդավարական միջավայրերում համերաշխություն շատ չի լինում։ Բախումներ են լինում։ Քաղաքական պայքար ասենք, բախումներ նկատի չեն կրակում, հա, փողոցներում, ֆիզիկական չէ։ Հա, պայքար է։ Կոշտ պայքար է։ Դա լավ տեղ է տանում, վատ տեղ չի տանում, էլի։ Վատը կլներեն, որ լիներ այնպես ոնց որ, չգիտեմ, Ադրբեջանում է, հա, հարևան։ Այ դա վատ կլիներ։ Եթե մենք մեր երկիրը պատկերացնում ենք այդ ժողովրդավարական ուղով գնալու, այս ընտրություններն էլ ու մնացած բոլորն էլ ցույց են տալիս, որ հա կա այդ մրցակցությունը, կա այդ ժողովրդավարությունը,
Ժողովրդավարությունը ինչ է, այդ մրցակցությունն է, հա, խոշոր հաշվով։ Ու այդ մրցակցությունն աշխատում է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս հրապարակախոս արձակագիր Հայկ Հովյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։